Ողջույն ընկերներ, եկեք պահածոացնենք կարմիր պղպեղ։ Թավայի կամ կաթսայի մեջ լցնում ենք կես լիտր ջուր, 1 բաժակ ձեթ, ավելացնում դափնու տերև, հատիկավոր սև պղպեղ, սխտոր, 1,5 ճաշի գթալ աղ, իհարկե ըստ ճաշակի կարող եք փոխել աղի քանակը, 1 ճաշի գթալ շաքարավազ եւ 1 ճաշի գթալ էսենցիա։ Խառնում ենք, տեղափոխում կրակին։ Մինչ մասան կեռա, հոսող ջրի տակ լավ լվանում ենք կարմիր պղպեղները եւ մաքրում։ Ըստ ցանկության բաժանում ենք մասերի կամ ամբողջական լցնում եռացող մասայի մեջ։ Տապակում ենք յուրաքանչյուր կողմից 1-2 րոպե եւ հանում հեղուկի միջից։ Այդպես տապակում ենք մնացած բոլորը։ Վերջում լավ լվացված նեխուրը բաժանում ենք մասերի եւ լցնում եռացող զանգվածի մեջ։ Թողնում ենք 1-2 րոպե եւ նորից հանում այնտեղից։ Նեխուրը կարող եք փոխարինել մաղադանոսով, որը եռացնել պետք չէ։ Որից հետո լավ լվացված ստերիլ տարաների մեջ սկսում ենք դասավորել նախապատրաստած բաղադրիչները, ընթացքում ավելացնելով նաև կտրատած սխտոր։ Տարաները լցնելուց հետո վերջում նրանց մեջ լցնում ենք այն հեղուկը, որի մեջ տապակել էինք, փակում ենք ստերիլ կափարիչներով եւ դնում ստերիլիզացիայի։ 700 մլ տարաների համար ստերիլիզացնում ենք եռման պահից սկսած 30 րոպե։ Փակում ենք, թողնում ենք սրբիչի տակ սառչեն եւ տեղափոխում մառան, իսկ ձմռանը վայելում ենք։ Բարի ախորժակ։